թե ԿՊ-ի, թե առավել ևս Փաշինյանի վարկանիշը հիմա շատ ավելի ցածր է, քան որևէ երկրի, որևէ իշխանության։ Վերցրեք ցանկացած ոլորտ, ցանկացած միջավայր, հազիվ 1-2 աջակից գտնեք։ Վազգեն arczepiskopos-ը Տալինում հայկական եկեղեցի մտած Նիկոլին մի երկու գովեստի խոսքեր ասել։ Հետո այնքան քննադատվեց բոլորի այդ թվում հոգևոր դասի կողմից, որ ստիպված եղավ արդարացում ման գալ, որովհետև հայ մարդը այն էլ հոգևորական, որ Փաշինյանին գովում է, դա տարօրինակ է։ ԿՊ-ն ուրախացել է, որ հազարավոր հոգևորականներից մեկը կամ երկուսը աջակցում են, բայց դա էլ հենց ինքնախաբեությունն է։ Աննա Հակոբյանի հետ ժպտացող դեմքով զրուցել էր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, հետո ստիպված եղավ արդարանալ, թե իմ համերգին է եկել, ինքն էլ մոտեցել էր, բա չբարևեի։ Մեկ ուրիշ համերգի ժամանակ Աննան գրում է, չեմ գնում մայստրոին շնորհավորելու, որ թիրախ չդարձնեմ, իրենք գիտեն հո որ, եթե որևէ մեկին անգամ բարևում են, դրանով թիրախավորում են, այդքան անընդունելի են։ Հուշարձաններին տանում ծաղիկ եք դնում, մարդիկ վերցնում գցում են աղբար կղը։ Գնում եմ Մյունխեն, տարբեր քաղաքներից հազիվ մի տասնյակ մարդ բերում լցնում են սենյակ, որ անունը դնի հայ համայնքի հետ հանդիպում։ Գնում եմ Մոլդովա, հարակից երկրներից են մի սենյակ մարդ հազիվ բերում լցնում։ Սա հենց մերժված լինելու ապացույցն է, սա վարկանիշն է, այս է։